Նոր տարվա առաջին օրերը հաճախ ունեն այլ ռիթմ։ Կարծես ժամանակը կանգ է առնում եւ թույլ է տալիս փոփոխություններ, որոնք այլապես անհնար կթվան։ Ոմանց համար սա պարզապես պատահականությունների շարք չէ, այլ իսկական վերածննդի սկիզբ, դերերի վերաիմաստավորում, նպատակների վերանայում եւ նոր կապերի հաստատում։ Աղեղնավոր ճանապարհը, որը բացում է սիրտն ու միտքը։ Ձեր փոփոխությունը կսկսի դրսևորվել որպես ներքին մղման եւ կոնկրետ հնարավորությունների միաձուլում։ Դուք կբռնեք այն պահը, երբ նոր ձեռնարկման նկատմամբ ձեր կիրքը համընկնում է այս հմտության իրական գործնական անհրաժեշտության հետ։ Սա պարզապես միանվագ հաջողության հնարավորություն չէ, այլ հրավեր է վերակառուցելու ձեր կենսակերպը, որպեսզի ձեր առաջընթացը դառնա կայուն եւ ստեղծագործ։ Հնարավոր է դուք կարողանաք փոխել ձեր կարիերան, սկսել նախագիծ կամ տեղափոխվել այնպիսի վայր, որտեղ կարող եք ավելի հեշտությամբ շնչել եւ գործել։ Գործնականում սա նշանակում է պատրաստակամություն հրաժարվել ձեր սովորական արդարացումներից եւ զբաղվել ուսումնամբով, կապեր հաստատելով եւ զգույշ ֆինանսական ճշգրտումներով։ Եթե նախապես կառուցեք փոքր անվտանգության ցանց եւ սկսեք հանդիպել ճիշտ միջավայրից մարդկանց, ձեր հարթ մեկնարկի հնարավորությունները զգալիորեն կաճեն։ Ներքին մարտահրավերն այն է, որ սովորեք ձեր ոգևորությունն ուղղորդել կանոնավոր աշխատանքի, այլ ոչ թե ծայրահեղությունների։ Գույն, որը գրավում է հաջողություն եւ վստահություն, խորը բորդո, կրեք այն աքսեսուարներում կամ օգտագործեք ինտերիերի դիզայնում ձեր որոշումներում աջակցություն զգալու եւ կասկածի պահերին տեսողական խարիսխ զգալու համար։ Այցեղյուր, հիմքերի նուրբ վերակառուցում, որը թևեր է տալիս։ Այցեղյուրների համար նոր կյանքը կսկսվի որպես նախկինում անսասան թվացողի հետևողական վերակառուցում։ Դուք կվերագնահատեք ձեր արժեքային համակարգը եւ հնարավում են կարիերայի փոփոխություններ, որոնք կպահանջեն ճկունություն եւ նախկինում այլ կերպ բանակցելու ունակություն։ Այս փոփոխությունը կարող է արտահայտվել պատասխանատվության մեծացմամբ, աշխատանքային ձևաչափի փոփոխությամբ, ավելի շատ ինքնառարություն, ավելի քիչ պարբերական հաշվետվություններ ներկայացնելով, կամ ձեր սեփական բիզնեսը սկսելով հիմնվելով ձեր կուտակած փորձի վրա։ Գործընթացի կարևոր մասը ռացիոնալ պլանավորումն է։ Կարևոր որոշումները գրավոր ձևակերպեք, դիմեք մասնագիտական խորհրդատվության եւ մի վախեցեք օգնություն խնդրել ռեսուրսների կառավարման հարցում։ Զգացմունքային առումով այս ժամանակահատվածը ձեզ նորացված կարողությունների զգացում կտա, եթե անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ ձեր նպատակների եւ ձեր սովորական դերերը փոխելու պատրաստակամության մասին։ Հաջողություն եւ վստահություն գրավող գույն՝ խորը կապույտ։ Օգտագործեք այն ձեր զգեստապահարանում կամ աշխատանքային պարագաներում կենտրոնացումը բարձրացնելու եւ նպատակի լրջությունը ընդգծելու համար։ Կարիճ փոփոխության գաղտնի լծակներ, վերափոխում մաքրագործման միջոցով։ Կարիճների համար այս նոր փուլը կսկսվի սերտ կապերի եւ պարտավորությունների արմատական վերագնահատմամբ։ Դուք կարող եք դադարեցնել հին դաշինքները, վերակառուցել գործընկերությունները կամ գտնել շրջապատի հետ փոխազդելու բոլորովին այլ եղանակ։ Սա պարզապես հուզական պոռթկում չի լինի, այլ մտածված տարածքի մաքրում այն բանի համար, ինչ դուք իսկապես ցանկանում եք զարգացնել։ Փոփոխությունները կդրսևորվեն նաև այն բանում, թե ինչպես եք օգտագործում ձեր ազդեցության ուժը։ Գուցե դուք սկսեք դրամայնացնել այն հմտությունները, որոնց մասին նախկինում լռել եք, կամ հետապնդեք մի գործ, որտեղ ձեր ներհայացքը կդառնա հիմնական ռեսուրս։ Գործնական խնդիրն է ուշադիր փաստաթղթավորել նոր համաձայնագրերը, սահմանել սահմաններ եւ փնտրել դաշնակիցներ, որոնք կառուցողականորեն կաջակցեն փոփոխություններին։ Ներքին առումով կարևոր է դիմադրել ամեն ինչ ինքներդ վերահսկելու ցանկությանը։ Պատվիրակումը եւ համագործակցության հստակ սահմանված կանոնները կօգնեն պահպանել էներգիան ստեղծագործական եւ ռազմավարական զարգացման համար։ Հաջողության եւ վստահության գույն՝ խորը մանուշակագույն։ Օգտագործեք այս երանգի շեշտադրումները ինտուիցիան եւ ներքին ուժի զգացումը ուժեղացնելու համար։ 5 պատճառ, թե ինչու տղամարդը չի խոսում զգացմունքների մասին եւ ինչ է դա իրականում նշանակում։ Տղամարդու լռությունը կարող է ավելի ուժեղ ցավեցնել, քան սառնությունը։ Կինը հեռացում է զգում, կորցնում է վստահությունը, սկսում պատճառները փնտրել իր մեջ։ Բայց հաճախ այդ լռության հետևում անտարբերություն չկա։ Ընդհակառակը, այնտեղ այնքան շատ զգացմունքներ կան, որոնցից նա պարզապես չի կարողանում գլուխ հանել։ Ահա 5 պատճառ, թե ինչու տղամարդը կարող է լռել եւ ինչ է իրականում թաքնված դրա հետևում։ Նա զգում է, բայց չգիտի ինչպես արտահայտել։
Շատ տղամարդիկ մեծացել են այն համոզմամբ, որ զգացմունքները թուլություն են։ Մանկուց նրանց ասել են՝ մի լացիր, մի նվնվա, հավաքիր քեզ։ Եվ երբ նա սիրահարվում է, նրա ներսում զգացմունքների մի ամբողջ ծով է արթնանում, բայց դրանք արտահայտելու համար նա բառեր չի գտնում։ Նա կարող է լռել ոչ թե այն պատճառով, որ ոչինչ չի զգում, այլ որովհետև վախենում է խոցելի թվալու։ Նրա լռությունը սառնություն չէ, այլ պաշտպանություն։ Նա վախենում է, որ իրեն սխալ կհասկանան։ Տղամարդը հաճախ լռություն է ընտրում, եթե վստահ չէ, որ իր խոսքերը ճիշտ կընկալվեն։ Նա վախենում է, որ ցանկացած խոստովանություն կդիտվի որպես թուլություն կամ ավելի վատը դրամայի առիթ կդառնա։ Այդ պատճառով նա նախընտրում է գործել, քան խոսել։ Նա կօգնի, կգա, կաջակցի, բայց չի ասի կարոտում եմ, որովհետև նրա համար ավելի կարևոր է լինել հուսալի, քան պերճախոս։ 3. Նա ինքն էլ գլուխ չի հանում իր զգացմունքներից։ Երբ զգացմունքները չափազանց ուժեղ են՝ սիրահարվածություն, կորստի վախ, խանդ, մտերմության ցանկություն, տղամարդը կարող է իր մեջ փակվել։ Դա օտարում չէ, այլ կատարվածն իմաստավորելու միջոց։ Այդպիսի պահերին նա հեռանում է ոչ թե քեզնից, այլ գնում է իր մեջ, որպեսզի վերականգնի ներքին կարգուկանոնը։ Եվ եթե նրան տարածք տաս, առանց բացատրություններ պահանջելու, նա գրեթե միշտ վերադառնում է, հանգստացած և խաղաղ։ 4. Նա վախելում է մերժումից։ Լռությունը հաճախ ինքնապաշտպանության ձև է, հատկապես եթե տղամարդու թիկունքում ցավոտ փորձ կա, դավաճանություն, մերժում, ծաղր։ Նա չի ուզում նորից խոցելի դառնալ։ Այդ պատճառով նա կարող է սիրել, բայց ձևացնել, թե դա պարզապես համակրանք է, կամ զգացմունքներն արտահայտել անվտանգ ձևով, կատակով, օգնությամբ, ուշադրությամբ, բայց առանց խոստովանությունների։ Սա խաղ չէ, սա վախ է, և որքան խորն են զգացմունքները, այնքան ուժեղ է վախը։ 5. Նա սերն արտահայտում է այլ կերպ։ Տղամարդու սերը հաճախ լուռ է, այն դրսևորվում է գործողություններով, հոգատարությամբ, նրանով, որ նա ինչ-որ բան է նորոգում, բերում, խնդիրներ է լուծում, հոգում է կարիքները։ Նա կարող է չասել «սիրում եմ», բայց դու դա զգում ես նրանից, թե ինչպես է նայում, ինչպես է քեզ պաշտպանում քամուց, ինչպես է լսում չընդհատելով։ Նրա համար բառերը գլխավորը չեն, գլխավորը հուսալիությունն է։ Նրա սերը լուռ է, բայց մշտական, ինչպես սրտի բաբախյունը։ Տղամարդու լռությունը միշտ չէ, որ հեռացում է նշանակում։ Երբեմն դա փխրուն հավասարակշռությունը պահպանելու միջոց է, որպեսզի չկործանի այն, ինչն իր համար արժեքավոր է։ Եվ եթե անգամ այդ լռության մեջ զգացվում է հոգատարություն, ուշադրություն, մասնակցություն, նշանակում է զգացմունքներ կան, պարզապես դրանք խոսում են ոչ թե բառերի, այլ ներկայության լեզվով։